Գործք Առաքելոց 10-րդ գլուխ։ Կեսարիայում Կորնելիոս անունով մի մարդ կար, մի հարյուրապետ իտալական կոչվող գնդից։ Նա իր ամբողջ ընտանիքով բարեպաշտ և աստվածավախ լինելով շատ ողորմություններ էր անում ժողովրդի մեջ և միշտ առ Աստված աղոթքի մեջ էր։ Կեսօրից հետո ժամը 3-ի մոտ տեսիլքի մեջ նա հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որ մտավ իր մոտ ու ասաց. «Կորնելիոս», և ակնապիշ նայելով հրեշտակին, զարհուրեց ու ասաց. «Ինչ է, Տեր»։ Եվ հրեշտակը նրան ասաց. «Քո աղոթքներն ու քո ողորմությունները Աստծու առաջ ելան, և Աստված քեզ չի մոռանա։ Եվ արդ մարդիկ ուղարկիր Հոպպե և կանչիր ոմն Սիմոնի, որ Պետրոս է կոչվում։ Նա իջևանել է կաշեգործ ոմն Սիմոնի մոտ, որի տունը մոտ է ծովին»։ Երբ իր հետ խոսող հրեշտակը գնաց, Կորնելիոսը կանչեց ծառաներից երկուսին և իր սպասավորներից բարեպաշտ մի զինվորի ու նրանց ամեն բան պատմելով Հոպպե ուղարկեց։ Հաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին և արդեն մոտեցել էին քաղաքին, Պետրոսը կեսօրին տանիք բարձրացավ աղոթելու։ Նա քաղց զգաց և ուտել էր ուզում։ Մինչ ճաշ էին պատրաստում, հափշտակության մեջ ընկավ։ Տեսնում էր երկինքը բացված և 4 ծայրերից կախված անոթանման մի մեծ սփռոց, որ իջավ նստեց երկրի վրա։ Նրա մեջ կային երկրի բոլոր չորքոտանիները, գազանները, սողունները և երկնքի թռչունները։ Եվ ահա նրան մի ձայն հասավ. «Վեր կաց, Պետրոս, մորթիր և կեր»։ Պետրոսը պատասխանեց. «Քավ լիցի, Տեր, որովհետև երբեք պիղծ և անմաքուր բան չեմ կերել»։ Բայց ձայնը նրան կրկին անգամ հասավ. «Ինչ որ Աստված մաքուր է դարձրել, դու պիղծ մի համարիր»։ Այս պատահեց 3 անգամ, և սփռոցը կրկին երկինք վերացավ։ Մինչ Պետրոսը մտքում զարմացած էր, թե տեսած տեսիլքն ինչ է, ահա Կորնելիոսի ուղարկած մարդիկ հարցրին Սիմոնի տան մասին, կանգնեցին դռանը, ձայն տվեցին ու հարցրին, թե արդյոք Սիմոնը, որ Պետրոս է կոչվում, այդտեղ է օթևանել։ Եվ մինչ Պետրոսը մտորում էր տեսիլքի մասին, Հոգին նրան ասաց. «Ահավասիկ 3 մարդ քեզ է փնտրում, ուստի վեր կաց, իջիր և առանց երկմտելու գնա նրանց հետ, որովհետև նրանց ես եմ ուղարկել»։ Երբ Պետրոսն այդ մարդկանց մոտ իջավ, ասաց. «Ում փնտրում եք, ահա ես եմ։ Ինչ նպատակով եք եկել»։ Նրանք ասացին. «Կորնելիոս հարյուրապետը, մի արդար և աստվածավախ մարդ, հարգված նաև ամբողջ հրեա ազգի կողմից, սուրբ հրեշտակից հրաման ստացավ քեզ իր տունը կանչելու և քեզնից մի խոսք լսելու»։ Պետրոսը ներս կանչեց նրանց և իր մոտ օթևան տվեց։ Հաջորդ օրը Պետրոսը վեր կացավ ու գնաց նրանց հետ։ Հոպեում գտնվող եղբայրներից ոմանք ևս նրա հետ գնացին։ Հաջորդ օրը մտան Կեսարիա։ Կորնելիոսը նրանց էր սպասում, կանչած լինելով իր ազգականներին և մտերիմ բարեկամներին։ Հենց Պետրոսը ներս մտավ, Կորնելիոսը նրան ընդառաջ գնաց և նրա ոտքերն ընկնելով երկրպագեց։ Պետրոսը ոտքի կանգնեցրեց նրան ու ասաց. «Ոտքի ելիր, ես ինքս էլ մարդ եմ»։ Եվ նրա հետ խոսելով ներս մտավ ու այնտեղ հավաքված մի մեծ բազմություն գտավ։ Պետրոսը նրանց ասաց. «Դուք ինքներդ գիտեք, որ հրեամարդուն չի կարելի օտարազգու հետ շփվել կամ նրան մոտենալ։ Սակայն Աստված ինձ ցույց տվեց, որ մարդկանցից ոչ մեկին պետք չէ պիղծ կամ անմաքուր համարել։ Դրա համար էլ առանց առարկության եկա, երբ կանչվեցի։ Բայց այժմ հարցնում եմ ձեզ. ինչու կանչեցիք ինձ»։ Կորնելիոսը պատասխանեց. 4 օր առաջ, մոտավորապես այս ժամին, մինչև ցերեկվա ժամը 3-ն աղոթք էի անում իմ տանը։ Ահա լուսավոր զգեստներով մի մարդ եկավ, կանգնեց իմ առաջ ու ասաց. «Կորնելիոս, քո աղոթքները լսելի եղան, և քո ողորմությունները հիշվեցին Աստծու առաջ։ Արդ մարդ ուղարկիր Հոպպե և կանչիր Պետրոս կոչված Սիմոնին։ Նա օթևանել է կաշեգործ ոմն Սիմոնի տանը, ծովի մոտ։ Նա կգա և կխոսի քեզ հետ։ Ես իսկույն մարդ ուղարկեցի քեզ մոտ։
Դու լավ արեցիր, որ եկար։ Այժմ ամենքս կանգնած ենք Աստծու առաջ, լսելու այն ամենը, ինչ քեզ հրամայված է Տիրոջից։ Պետրոսը բացեց բերանն ու ասաց. Իրապես այժմ հասկացա, որ Աստծու կողմից աչառություն չկա, այլ բոլոր ազգերի մեջ, ով երկնչում է նրանից եւ արդարություն գործում, ընդունելի է նրան։ Այս խոսքը նա ուղարկեց իսրայելացիներին, խաղաղությունն ավետելու Հիսուս Քրիստոսի միջոցով։ Նա է բոլորի Տերը։ Դուք ինքներդ գիտեք այդ խոսքը, որը Հովհաննեսի քարոզած մկրտությունից հետո տարածվեց Գալիլեայից սկսած ամբողջ Հրեաստանով մեկ։ Հիսուսին, որ Նազարեթից էր, Աստված նրան օծեց Սուրբ Հոգով եւ զորությամբ, եւ որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետեւ Աստված նրա հետ էր։ Եվ մենք վկայում ենք այն ամենի մասին, ինչ արեց նա Հրեաստանում եւ Երուսաղեմում, եւ որին սպանեցին խաչապայտից կախելով։ Նրան Աստված երրորդ օրը հարություն տվեց եւ հայտնի դարձրեց ոչ թե ամբողջ ժողովրդին, այլ մեզ վկաներիս, որի սկզբանե Աստծուց ընտրված էինք։ Մենք կերանք ու խմեցինք նրա հետ մեռելներից նրա հարություն առնելուց հետո։ Եվ նա պատվիրեց մեզ քարոզել ժողովրդին եւ վկայություն տալ, որ ինքն է Աստծուց սահմանված դատավորը, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին։ Բոլոր մարգարեները նրա մասին վկայում են, որ բոլոր նրան հավատացողները նրա անունով մեղքերի թողություն կստանան։ Եվ մինչ Պետրոսը այս բաներն էր ասում, Սուրբ Հոգին իջավ բոլոր նրանց վրա, ովքեր այս խոսքն էին լսում։ Թլպատությունից դարձի եկած հավատացյալները, որոնք Պետրոսի հետ էին եկել, զարմացան, որ հեթանոսների վրա եւս Սուրբ Հոգու շնորհները հեղվում են, որովհետև լսում էին, որ նրանք լեզուներ էին խոսում եւ փառաբանում Աստծուն։ Այն ժամանակ Պետրոսը պատասխանեց. Ով կարող է արգելել, որ ջրով մկրտվեն սրանք, որոնք եւս Սուրբ Հոգին ընդունեցին, ինչպես եւ մենք։ Եվ հրամայեց նրանց մկրտել հանուն Հիսուս Քրիստոսի։ Այդ ժամանակ աղաչեցին նրան, որ մի քանի օր էլ այնտեղ մնա։